Յուրի Մուսայելյան, Արցախից եմ, կապված այսօրվա մեր հավաքի համար, էնել որ ուղղակի մի տասնյակ մարդկանցով իրար զանգահարել ենք, փորձել ենք գանք մեր նախագահի մոտ, ուղղակի իր առաջ, իր առջև մի հատ հարց դնենք, եթե մեր ժողովուրդը այս վիճակումն է, եւ ոչ մի դրական արդյունք չկա այդ մասով, ոչ մեկը մի քանի տարի արդեն մենք ստեղ ենք, հասարակ ժողովրդի մասին ոչ մեկը չի մտածում։ Այդ իսկ պատճառով հավաքված տղաներից մի հատ պահանջ ունենք, եթե պարոն Շախարամանյանը չի կարողանում մեր հարցերի լուծումները գտնի, հաճախակի մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարության վրա են դնում, Հայաստանի կառավարությունը մեր իշխանների վրա են դնում մեղավորությունները։ Ես օրինակ որպես տուժված արցախցի հասարակ քաղաքացի, ամենայն դեպս շատերին էլ անմիջապես ճանաչելով, պնդում եմ, որ իմ համար այս քաղաքական դաշտը, լինի իշխանական թե ընդդիմության, միևնույն են, որովհետև տուժվողս հասարակ ժողովուրդս եք։ Այդ իսկ պատճառով իմ համար այդքան էլ էական չի, իրանցից ով է դավաճանը, եթե ես եմ տուժվում կամ հասարակ քաղաքացին է տուժվում։ Դրա համար խնդրել ենք պարոն Շախարամանյանը գաստե, ինքը չեկավ եւ քանի որ Արցախից ես պայքարում էի նույն իր ղեկավար Բակո Արայիկ իրաց դեմ, ունեմ ավելի խորիմաստ հասկացողություններ, ավելի խորիմաստ գաղափարներ, որ ճանաչում եմ բոլորին, գիտեմ իրանց ղեկավարների ալան-թալանների մասին, բարձրաձայնել եմ բազմիցս, իրավասու չեմ եղել մենակով կամ տասնյակ մարդկանցով հարցի լուծում գտնել։ Այդ պատճառով, թե ես Երևանում ԱԱՑ-ում գրություն եմ գրել, Սամվել Շախարամանյանին էլ որպես վկա։ Ինչն է ինձ ստիպել այսօր, որ ես գամ ստե։ Վերջերս լսել եմ, որ Սամվել Շախարամանյանը ինքը անձամբ է հայտարարություն տվել, որ քննչական կոմիտեն զբաղվի Արցախի թալանչիներով։ Ես էլ դա զարմանք ապրելով, իմանալով հանդերձ, որ Սամվել Շախարամանյանը այդքանը շատ լավ գիտի, նույնիսկ իր կողմից, ճիշտ է, իմ առաջարկն ա եղել, որ ինձ լռեցնեն Արցախում, իմ առաջարկն ա եղել, որ թող մի հատ Բակոյի մոտ գնամ, անձամբ այդ մարդը, ոչ թե իմ համար, այլ այնքան որ լռվեմ, որովհետև միջև այդ շատ պաշտոնյաներ, ինչքան Արցախում պաշտոնյաներ կա, բոլորը փորձում էին ինձ լռեցնեին։ Ստացվել է այն ձևի, որ եղել է նման դեպք, որ ինքը ինձ տարել է Բակոյի մոտ եւ ինձ արդեն որպես զոհված ազատամարտիկի որդի, էլի ինչ-որ բնակարանային հարցեր իրանց ղեկավարների հետ հալանածը, պատրաստականություն են հայտնել եւս բնակարան տրամադրվի, այնքան որ կարճ ասած, եթե մածունը սևա պետքա սև լինի, էլի այդքանից հետո, որից անմիջապես իր մոտ ես հրաժարվել եմ այդքանից, դա էլ ահռելի գումարների մասին է խոսքը, որ մի տասնյակ մարդիկ ես տարել եմ ընդե իմ նույն ուղղությամբ, ոնց որ ես թալանը բացահայտել եմ, մարդիկ տարել եմ եւ գումարներ են ստացել որը բնակարան, որպեսզի հաջորդ մնացածներին չասեմ այդքանը կամ ավելին չտարածվի, իրանց քայլերը ընդեղ իմ հանդեպ ամենաստոր համակարգի, էլի անձերի չվերացեմ, համակարգի քայլերը ամենաստոր ձևերի իմ հանդեպ ընդեղ օգտագործվել է։ Շատ եմ տուժվել իրանց երեսից, բայց ամեն դեպքում ես վատ եմ զգում դա չասելու պատճառով, որովհետև ես նես չի, որ եկել ենք Երևան եմ ասում։ Դրա մասով ինձ բոլոր արցախցիները, ով որ ճանաչում է, բոլորը գիտեն, որ վաղուց եմ ասում այդքանը ու վաղուց եմ տուժում։ Խոսքը թալանի մասին է խոսքը, մենք էլ տղեկն էլ այսօր դրա մասով են, ընդհանուր։ Ես էլ եկել եմ իմ իմացածը ասեմ, Սամվել Շախարամանյանն էլ նոր այդքանը իմանալով, քանի որ իր այդ հայտարարության տակ ինչ որ կա, ես գրել եմ, այդքանը երևի իմանալով, մարդ հասել է, ես չեմ գալիս, քանի որ ստեմ մարդ կա, Արտուր Օսիպյանը ընդե է, ես չգիտեմ Արտուր Օսիպյանից ինչի է քաշվում, իմ մասով համենայն դեպս ես պատկերացումներ ունեմ։ Էս է, այսքան բան… Մենք ես ուզում կներեք, լի մի պենասիմ, խնդրում եմ, բայց ես ինչքան հնարավոր է տարածվելի, անունս Վրեժ է, Ստեփանակերտից եմ,
բոլորի հետ միասին այսպես հավասար, ովքեր ինձ վստահում են, ովքեր այս կամ մարդին վստահում են, սաղ միանանք այս հարցը սաղից հարցն է, Ղարաբաղցիների թա սոցիալական, թա նեղվածություն, թա այսմին կոչում անեմ։ Դաժե եթե մի թեթև 5% հնարավորություն կա սաղը միանաս այս հավաքին։ Սաղի հարցն է։ Սամվել Շահրամանյանը պետք է կաղնե, ասե ես կարեմ չում ձեր հարցը լուծիմ, դեռ գեներալներ կա Օգանովսկիա, Արշոյա, Պողոսա, Պետրոսա, սաղի ունեցվածքից ոչ թե բռնի։ Իրանք իրանց որպես ղեկավար ինի լավ, մուկ իրանց քաղաքացին, իրանք մեր ղեկավարը ինի լավ, մարդը իրանց հնարավորության չափով, այս ժողովրդին քմեգանին, էր տարբերակ չկա։ Շահրամանյանը կա որպես երկրի ղեկավար, մեր հարցավը մեր կողքին կաղնե, միասին առաջ գնանք այդ հարցին լուծում տանք։ Եթե չէ, ժողովուրդ լողջին կոչում անեմ, լող կյամը կստմյանım, 15-20 հոգի մեզ այսօր ուկցել, մեզ ենա օնինք լիդեր, դուխավ մարդ, հաղթած մարդ։ Կյալով ասես տնստե է, սես կանս է կողքին կղնելու ընք, հու ոզումա ինի արդեն օրից ձևից եկանիլացի յոնքնան։ Բայց հալանվե Շահրամանյանին ասում ընք եկ, տղամարդի նման կողքրնեիս կաղն է, ասե աղբեր ոզում անիմ, ինցիզ նման միններ եսմ, բաս կարմ չում անիմ, ուժս պատым չի, մենակմ, իրանք շատում ու խրիկ։ Մուկ էսաղ ազգովի կողքիտ կղնելու ընք չէ, ժողովուրդ լող միանում ընք սես ակցին, կյամըք ժողովորդին հարցուլուցինք, պրծավելու իշվեշ մի պեն։ Ասա է ժամից լող եկիք, սա է ժամից։ Շահրամանյան Սամվելը լի մեր լիդերը որ կա, դե ես հալամ այս ներքին պենավս ուզում չում, անım հայտարարիմ, թաքուն չի, կներեք ասեմ, հաստատ հինից, թազից ոչ մի ձևի կապված մարդ չի, ոչ հիների Սերժի Քոչարյանի, ոչ Նիկոլի, ոչ Արայիկի, ոչ Բակոյի, ոչ մեկի հետ չկապված մարդ, բայց դուխավ մարդ, բայց սաղ ես մեր երգիրի ղեկավարներ չեն ուզի այդ մարդը լինի, որ է սաղ իրանից վախմն, պրոստը անեմ տամչում, թողքյան ժողովորդ ես ռոպեից, լոխըտ միանումը, կասե ես կա մարդկը, նայերի զայրան 17, այս ժամից սկսեցիք կյալը, ստղան կինելու չուք միջև Ղարաբաղցուց հարցուլուց անհատական թեմային իլու չի։ Ավելացնեմ, մենք Սամվել Շահրամանյանին ուղղակի մաքուր խղճով, բարի կամքով ցանկանում ենք իրան մի հատ հարց ուղղել։ Եթե պարոն Շահրամանյան, դուք չեք կարողանում մեր Ղարաբաղցիների հարցերը լուծել։ Իրանք ասում են Հայաստանի իշխանությունը մեզ չի ընդունում։ Դե հիմա կարող է մարդ ջարվի, Հայաստանի իշխանությունը ընդունի։ Արդյոք Արցախցուն այսօր պետք չի մի հատ մարդ, որ Հայաստանի իշխանությունը լավը կլինի, վատը կլինի, դա մի կողմ դրվի, բայց արցախցիներից բարձրաձայնած հարցը իր որ ասма նպատակին հասնի։ Հիմա պարոն Շահրամանյան, եթե դուք մեր ժողովրդի մասին մտածում եք, բայց չեք կարողանում որոշ քայլեր ձեռնարկել կամ արդյունքը դա 2 տարի է։ Մենք ձեզ խնդրում ենք ուղղակի, ոչ թե պահանջում ենք, հələ դրան չի հասել, չենք էլ ուզում հասնի։ Խնդրում ենք ձեզ, եկեք դուք կանգնեք, մեզ ասեք, որ մենք չենք կարող այդ հարցը լուծենք, դուք էլ ձեր կամուկ հեռացեք, թողես մեր իմացած մարդկանց կորոշենք, կհայտարարենք խմբով, այս ինչքան մարդկանցով որ հավաքվել ենք ստե, կորոշենք ով մի կողմ կդնենք, ով ում սիրում, չի սիրում, այլ ազնական հարցեր, ստե գալացողներ գալու է մարդը, եթե չգաղնի ասի այսքան ժամանակում ես այս հարցերը գցում եմ տեղը, ուրեմն սես նույն գրուպան, նույն խումբը, այդ մարդն էլ է պատասխան տալու, կապ չունի, թեկուզ մենք այսօր իր համար կամ այդ մեկի համար ենք պայքարում, որ գա մեր հարցերը լուծի։ Դա էլ այս վիդեոն ես ասում եմ, վիդեոյում ես այսքան ասում եմ նրա համար, որ այս վիդեոն պահպանվի, ինձ Արցախում շատից քիչ ճանաչում են, որ վաղը պետք կլինի, թող իմ արցախցին ինձ ասի դու բան ես ասել, հելի հայտարարի այդ մարդու մասով, ասեմ ճիշտ ես ասում, որտեվ հայտարարելու եմ։ Սա էլ այն բաների համար, որ ռուսերեն եմ խոսքի իմանում, զացեպկա չգնան աչուձախից, հիմա արդեն էսենք, ամեն ինչ թողել ենք եկեք։ Այսքան բան, խնդրում եմ ժողովուրդ, դուք էլ մի մարդու պես եկեք, կանգնենք Սամվել Շահրամանյանից, խնդրենք կամ հարցի լուծում, կամ էլ էլի խնդրենք, որ թող ինքը հեռանա մեր իմացած մարդկանցից, խնդրենք գա կառավարի, ուզում եք ալանթալանները բացահայտվի,
Այսքան մի բան, մարդիկ կան ասում են մենք անում ենք, եթե իրանք ասում են, որպեսզի համոզվենք, պետք է այդ հնարավորությունը բոլորս տանք։ Եթե չանի, այն դեպքում արդեն այդ նույն մարդը թող իմանա, որ էլ ավելի վատ տեսքով իրան է վերաբերվելու։ Իրան ենք ամեն ինչը ասելու։ Այսքան բան։ Ժողովուրդ, խնդրում եմ երկացիկ եկիք ստեղ։ Մեր կոչն է, նայելիս դայրանք 18-ը, չէ՞։ Արտու։ Շո։ Այսինքն եթե հանդիպումը չլինի, գիշերելու եք գնալու։ Հանդիպումը դե դա արդեն էլի կորոշվի, բայց միանշանակ եթե կանգնենք, կանգնելու ենք միջև վերջ։ Այսքան բան։